Դավիթ Բեգլարյանը մոտեցավ, աղջիկների ձեռքից պլակատները քաշեց որ պատրի, բնական աղջիկներն էլ գնացին իրար ձեռքից վերջը տաները ոստիկանության եկան, թույլ չտվին իրար տարան։ Ինչ էր ասում բայց, ինչ որ բան ասում էր։ Ինչի եկեք էլ դեմ էր էլի ես ամեն ինչին, ցույցերին դեմ, բայց դե ինքը 14 բնակարան վերցրել է տոկոսով փողի դիմաց, 300,000 դոլարի դիմաց, մի մարդիկ կան տուն անտեղ են մնացել, իրանց բողոքն են ներկայացրել, քանի տարի, 6-7 տարի դռներն են։ Են մի մարդուն էլ Բեկլարյանը ասեց, քո տունն էլ արդեն ծոխել են, ոստավ, խեղճ մարդկանց անցած շաբաթ էլի, որ թամ խոստանում էր որոշ մարդկանց բնակարաններ հետա, մի բնակիչն ասում է, բա իմ տունը, ասում է, դե քո տունը արդեն վաճառել եմ, ասում է, բա աբորինի ինչ իրավունք ունես վաճառել, դա արդեն վաճառել է։ Ցավ ասեց, անցած շաբաթ ձեզ հետ խոսել էի, ինչ եք նորից տնկե պլակատը, ասեցի, ես պատասխանեմ, չուզեց ինձ լսի, հետո Էշեր անվանեց ժողովրդին, ասեց Էշերը, ինչ ասեց Էշերը դուք եք թե ինչ, վերցրեց պլակատ ու փակցրեց, մի հատ պլակատը մեր փողով ենք սարքել, տվե էդ էլ է ուզում գողանա տանի, չենք թույլ տալու, այն ինչ որ գողացել է էդ էլ են հետ տալու, մենք այսօր ստեղից չենք գնալու։ Իսկ նախորդ շաբաթ ինքը ինչ խոստացավ։ Մի 2-3 բնակարանների հարց լուծի, մի շաբաթ անցել է ոչ մի քայլ էլ չի արել։ Մենք այսօր ստեղից չենք գնալու։ Միջև մեր հարցը չլուծվի։ Մեր հարցը, մեր բնակիչների հարցը չլուծվեց, այսօր մենք ստեղից չենք գնալու։ Նորմալ է երեխեքի հետ էլ Լավ էլ գեղեցիկ նկարել ենք տվել, խիա նեղվում ամուսինը, շատ սիրուն նկար ենք անել տվել։ Աչիկաներուս պետք է նկար